առհասարակ ամբողջ ընդդիմադիր դաշտը, որ այսօր դիրքավորվել է մեկ քաղաքական ուժի, քաղաքացիական պայմանագիր ուժի նկատմամբ եւ ամեն գնով փորձում է, այսպես ասենք, հանրագումարի տեսքով իրենց երազանքների սահմանագծերում հաղթել քաղաքացիական պայմանագրերը, նրանց միակ թեկնածուն վարչապետի եղել է եւ մնում է Ռոբերտ Քոչարյանը եւ տարբեր ընդդիմադիրներ, որ խոսում են, չեն բացառում, որ անգամ այս քաղաքական պայքարի ժամանակ քաղաքական կսմիթներով կամ տարաձայնություններ կունենան միմյանց հետ, իրականում որ մեկին վերցնես, տակից Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու։ Օրինակ հանրապետականներում դաշնակները սկսել են իրար հետ արդեն այո, վաղուց են սկսել, դե գաղտնիք չի, որ դաշնակցությունը եղել եւ մնում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, այդ հերրակառավարման վահանակը գտնում է Ռոբերտ Քոչարյանի ձեռքին, դաշնակցությունը որպես քաղաքական ուժ ցավոք իր քաղաքական մահկանացուն վաղուց է կնքել է հենց այն ժամանակ, երբ մարտի 1-ին քաղաքական պատասխանատվություն կիսեց մարտի 1-ի խայտառակ արարքների համար եւ այն ժամանակ իր քաղաքական մահկանացուն կնքեց, երբ օրինակ լինելով 130 տարվա քաղաքական ուժ, այդպես էլ իրենց մեջից չկարողացան գտնել մեկին, որ լինի իրենց առաջնորդը եւ օրինակ ընտրեցին Ռոբերտ Քոչարյանին։ Դե ինչպես Աստվածաշունչն է ասում, նմանս նմանս գտան է։